Բարձես մեր պայքարն է եւ շարունակում ենք մեր զրույցների շարքը։ Մենք ավարտեցինք անցյալ անգամ ժամանակագրությունը 2020 թվականի պատերազմի։ Ժամանակագրություն ասելով ավելի ստույգ է, թե ասենք խոսակցությունը քաղաքական ասպեկտների մասին, պատերազմի հետ կապված արտաքին եւ ներքին, մինչեւ այդ մենք խոսել ենք, դա երևի կարելի է արդեն ասել վաղուց է եղել եւ որոշ չափով ամփոփել ենք պատերազմի ռազմական ասպեկտների մասին խոսակցությունը եւ նորից հասել ենք նոյեմբերի 9-ին արդեն քաղաքական այս խոսակցությունը ավարտելով ժամանակագրությունը ավարտելով հասել ենք նոյեմբերի 9-ին եւ խոստացել ենք պայմանավորվել ենք որ պետք է ամփոփենք մի կողմից թվում է հեշտ մյուս կողմից դժվար որովհետեւ նոյեմբերի 9-ի մասին կարելի է խոսել կարելի է գրել նույնիսկ հատորներ, այդքան կարևոր թեմա է դա եւ կարելի խոսել անverջ։ Մյուս կողմից ես ուզում եմ, որ մենք հնարավորինս այսպես առաջ գնանք, որտեվ էլի թեմաներ ունենք եւ հենց այդ պատճառով էլ մի քիչ դժվարանում եմ։ Հասկանում եք, չբացատրեմ, որ նոյեմբերի 9-ի մասին այս խոսակցությունը ամփոփիչ խոսակցությունը հերթական անգամ ամփոփումը, որտեղ մենք բնականաբար տարբեր առիթներով էլի խոսել ենք, ամփոփել ենք նաեւ, բայց ավելի sense ռազմական ասպեկտով, հիմա քաղաքականը պետք է ամփոփենք, ինքը տենց նրանով չի մենակ կարևոր, որ մենք գնահատենք անցյալը, ինքը առանցքային որը դա անցյալ չի։ Մեր մոտ գիտեք, տենց մի հատ սովորություն կա, ինչ որ տեղի ունենում 5 րոպե հետո դառնում է անցյալ։ Չգիտեմ, ասել եմ այս հաղորդման մեջ թե չէ, բայց վերջերս շատ եմ դրա մասին մտածում։ Շատ արագ ամեն ինչ դառնում է անցյալ։ Դա անցյալ չի, դա ընդամենը 5 տարի առաջ է, դա ներկա է, որտեղ դրա ազդեցությունը, արդյունքները չեն անցել, մենք ապրում ենք եւ միգուցե դեռ երկար ժամանակ ստիպված, ուզած թե չուզած ապրելու ենք նոյեմբերի 9-ի արդյունքների մեջ եւ մենք չենք կարող վերաբերվել դրան որպես դե անցյալա, արի ներկայից խոսանք, այդ անցել գնացել է, չէ, ոչ միտեղ չի անցել գնացել։ Մենք ապրում ենք դրա մեջ, այդ որոշման, ոչ թե հետևանքների մեջ, հենց այդ որոշման մեջ չի կարելի դրան վերաբերվել որպես զուտ անցյալ։ Եվ բոլոր մեր խոսակցությունները, բոլոր մեր դիրքորոշումները, բոլոր մեր գնահատականները, չգիտեմ, քաղաքական կոչենք դրան, հանրային կոչենք դրան, ավելին, ես նույնիսկ ասեմ արվեստում, մշակույթում, բոլոր ոլորտներում, կրթության մեջ կախված են այս մեկ, այսպես ասած, ամսաթվից, նոյեմբերի 9-ից։ Ինչպես ենք մենք գնահատում, ինչպես ենք մենք վերաբերվում եւ նույնիսկ մեր բանավեճերի իրական կամ ոչ իրական լինելը, որքանով իրական մենք բանավիճում ենք անկախ նրանից թե ինչքան թեժ խոսքեր ենք ասում, կախված է մեր դիրքորոշումից, մեր վերաբերմունքից այս շատ կոնկրետ ամսաթվի նկատմամբ հայոց պատմության։ Հետաքրքիր կերպով համընկավ, որ նկարահանում ենք այս զրույցը սեպտեմբերի 27-ին։ Ես չգիտեմ դուք երբ կտեսնեք, որտեվ տարբեր մեր հարթակներում տարբեր ժամանակ է հրապարակվում, այդպես է ստացվել մեր պայքարը, այս մեր զրույցների շարքը։ Իհարկե լավ կլինի մի քիչ կարգավորենք, բայց ցավոք սրտի չենք կարողանում, չենք հասնում, բայց նկարահանում ենք մենք սեպտեմբերի 27-ին, բոլորը հիշում եք սեպտեմբերի 27-ը, որ 5 տարի առաջ սկսվեց պատերազմը եւ այսօր կա որոշակի, չասեմ, sense համընդհանուր, բայց որոշակի կոնսենսուսային վերաբերմունք կա հանրության մեջ, որը ձևավորվել է նաև, չգիտեմ, քարոզչությամբ, ձևավորվել է նաև կարծիք ձևավորողների, այսպես ասած, թելադրմամբ, այս ամսաթվին սեպտեմբերի 27-ին, որպես այդպես ավելի մի քիչ տխուր ասեմ, չգիտեմ, սքո ասեմ, բացասական համենայն դեպս ամսաթվի։ Իհարկե հասկանալի է դրա պատճառը, հասկանալի է ինչու են մարդիկ հիշում որպես ավելի տենց բացասական երանգներով, բայց ես ուզում եմ շեշտեմ, որ սխալ վերաբերմունք է ու շատ կարևոր է այս շեշտումը։ Սեպտեմբերի 27-ին 2020 թվականի 5 տարի առաջ ոչ մի բան դեռ պարզ չէր։ Իհարկե անցել է 5 տարի եւ այդ 5 տարվա մեջ մենք ամենաաներևակայելի բաների ականատեսն ենք եղել, լինում ենք եւ դեռ կլինենք։ Որտեղ իսկական եթե մենք մի պահ մտովի վերադառնանք 2020 թվականի սեպտեմբերի 27 կամ սեպտեմբերի 26 մեկ օր առաջ պատերազմից եւ ինքներս մեզ պատկերացնենք, որ մենք գնում ենք դեպի անցյալ, ասենք, չգիտեմ, ժամանակի մեքենայով եւ ինքներս մեզ ամեն մեկը ինքն իրեն
պատմում է եւ ասում է, թե ինչ բաների, ինչ երևույթների, ինչերի ականատես ինքը եղավ, խոսքերից սկսած մինչև գործողություններ, մինչև իրադարձություններ։ Ես կարծում եմ, որ այդ 2020 թվականի մեր եսը, ասենք, չգիտեմ, ես գնամ Հրանտին պատմեմ, Սարգիսը Սարգիսին պատմի, Արմանը Արմանին պատմի, եւ այլն, չենք հավատա, չի հավատա ոչ միայն նրան ինչ որ եղել է, ասի, սա ակնհայտ չափազանցություն է։ Այդպես ինչպես դու ես պատմում, Հրանտ ջան, ասենք, Հրանտը ասում է Հրանտին, 2020 թվականի, 25 թվականի։ Ես դա փորձել եմ մտովի դա իրականացնել, հենց այս տարվա ամռանը նաև չի հավատա, ասի չափազանցնում ես։ Այդքան չի կարող լինել։ Լավ, ինչ որ բաների կարող եմ հավատալ, բայց այդքան չի կարող եւ երկրորդը, իսկ դու ինչ ես անում։ Այսինքն ինչպես դուք թույլ տվեցիք, որ այս ամեն ինչը տեղի ունենա, եւ մենք այսօրվա 2025 թվականի ապրողներս ինքներս մեզ 2020 թվականի պատասխան չենք ունենա, մենք պատասխան չունենք ունենա ոչ միայն ինչպես ենք մենք թույլ տվել, ինչպես ենք մենք դրանպես ապրում, ինչպես դա հնարավոր եղավ, մենք այդ պատասխանը չենք ունենա, պատասխան չենք ունենա, բայց նաև ունենք պատասխան, ունենք բացատրություններ եւ պետք է անպայման գտնենք այդ պատասխանը, բայց էլ եմ ասում, մի քիչ շեղվեցի, բայց շատ կարևոր է այս դիստանցիան հիշել եւ համենայն դեպս նորից վերադառնալով ավելի sense այս բայ խոսակցությանը, այսօրվա մեր խոսակցությանը սեպտեմբերի 27-ը ոչ թե սքո օր է, ինչ որ չգիտեմ, բացասական երանգներով հիշելու օր է, անկախ նայած թե ինչ հետո եղավ։ Սեպտեմբերի 27-ին 2020 թվականին դեռ ոչինչ պարզ չէր, ոչ միայն ոչինչ պարզ չէր, սա էլ է քիչ ասել։ Սեպտեմբերի 27-ին ամեն ինչ հնարավոր է դեռ 2020 թվականին, սա շատ կարևոր է, որտեղ ինչ եմ ես սա շեշտում, որտեղ մեզ ներշնչել են այս 5 տարիները, որոնց մասին խոսում ենք, շատ կարևոր արդյունքներից է այս 5 տարիների, ոչ միայն այն ինչ որ եղավ նոյեմբերի 9-ին եւ դրանից հետո, այլ որ մեզ ներշնչել են, որ սեպտեմբերի 27-ին արդեն ամեն ինչ կանխորոշված էր։ Մենք շատ ենք այս մեծ զրույցների շարքում խոսել ու դա այդպես չի եւ չի էլ կարող այդպես լինել, բայց շատ կարևոր է այսօր հիշել։ Ոչինչ կանխորոշված չէր եւ ոչ միայն կանխորոշված չէր։ Սեպտեմբերի 27-ին կար եւ պոտենցիալը նրա ինչ որ եղավ, պարտության պոտենցիալը, բայց կար նաեւ հաղթանակի պոտենցիալը։ Անպայման կար, 100% կար։ Եվ դա հեքիաթ չէր, ֆանտազիա չէր, ես ինչ չէր։ Իհարկե կարող են շատ փաստարկներ բերել, որ այս իշխանությամբ եւ այլն, հարցը նույնիսկ դա չի ժողովուրդ ջան, այս իշխանությամբ, թե ոչ այս իշխանությամբ, դա շատ կարևոր է, բայց դա ամենը չի։ Սեպտեմբերի 27-ին կար հաղթանակ եւ չէր կարող չլինել հաղթանակի պոտենցիալը։ Ցանկացած մարդ, մենք այս սրույցների շարքում շատ ենք շեշտել, որը ձեզ կասի, որ դա այդպես չէր, որ 100% պարտված են եւ այլն, իմացեք, որ ինքը հազար ներողություն, բայց պետք է հստակ ասեմ անգրագետ է, որտեղ ինքը չի հասկանում պատմությունից, չի հասկանում ոչ մի բանից, լայվ ռազմական պատմությունից, չի կարող լինել որևէ պատերազմի արդյունք կանխորոշված եւ կանխատեսելի չի կարող լինել, մենք դրա մասին խոսել ենք, շեշտել ենք եւ ասենք, որ մենք չենք օրինում, դա հենց պատմությունն է ասում, ռազմական գիտությունն է ասում եւ ծայրահեղ իրացիոնալ մոտեցումը նա է, որ ասում եմ հայտնի էր նախապես, ոչ մի բան նախապես հայտնի չէ։ Սա պոտենցիալ հաղթանակի օր էր եւ ոչ միայն սովորական ինչ որ հաղթանակի հայ ժողովրդի իրական անկախությունը պետք է կերտվեր այս հաղթանակի վրա եւ հայ ժողովուրդը արժանի էր հաղթանակի, սա էլ միանգամից ասեմ, հայ ժողովրդի փաստական եւ Հայաստանի փաստական քաղաքական կարգավիճակը, որովհետեւ պետությունները բացի ֆորմալ կարգավիճակից ազգերը ունեն նաև փաստական կարգավիճակ, անկախ իրենց տարածքի չափից, բնակչության չափից եւ այլն, փաստացի կարգավիճակներ ունեն, բոլորը ֆորմալ անկախ են, բայց հասկանում եք, չէ՞ որ կան հարաբերություններ, որում շատ պայմանական ասած մեկը մի քիչ ավելի բարձր է, մի քիչ ավելի ցածր է, մի քիչ ավելի անկախ է, այսպես ասած ճակերտորսը եւ այդ կարգավիճակի հարցն էր լուծվելու եւ Հայաստանը որակապես ավելի բարձր կարգավիճակ էր ստանալու այդ հաղթանակի արդյունքում եւ մենք հիշելու ենք այսօրը որպես այդպեսին, որպես այն օր, երբ որ Հայաստանը, հայ ժողովուրդը այն նպատակները, որոնք դրել էր, հասնելու էր, լուծելու էր եւ այլ ավելի բարձր եւ ռեգիոնալ եւ ռեգիոնից էլ նույնիսկ ավելի կարգավիճակ է ստանալու այն, եթե մտածում եք, որ սա այդպես չի, նայեք տեսեք, այսօր Ադրբեջանը այդ կարգավիճակին է ձգտում եւ այդ կարգավիճակն է ստանում ավելին, քան ուղղակի ասենք նույնիսկ
Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում, ավելի նույնիսկ քան զուտ Անդրկովկասի ռեգիոնում, ինչի որտեղ հաղթել է։ Որովհետև միջազգային հարաբերությունները, պետությունների միջև հարաբերությունները, ազգերի միջև հարաբերությունները այդ կարգավիճակների մասին են։ Ոչ թե նրա մասին է, որ ով ոնց գլուխներս ազատենք բոլոր դահադերից ու ցավերից sense ամեն ինչ անտեսելով մի կերպ փախնելով իրականությունից ապրենք, ոչ, դա անհնար բան է, դա իլյուզիա է, դա պատրանք է, դա կարելի ժամանակավոր է իլյուզիայի մեջ ապրել, այլ պետությունների միջև, ազգերի միջև կարգավիճակների պայքար է։ Այդպես է եղել միշտ եւ այդպես լինելու է միշտ։ Չգիտեմ, մենք չենք կարող դա փոխել։ Եվ այդ կարգավիճակներ, որ հայ ժողովուրդը պետք է ստանար։ Հիմա կարելի է շատ երկար խոսել նրա մասին, որ այո, մեզ դրան չեն պատրաստել։ Այո, մեր բոլոր քաղաքական էլիտաները, քաղաքական ղեկավարությունները փոխանակ մեզ այդ պահին պատրաստ էին։ Էլ չեմ ասում նրա մասին, որ ինչու մենք 94-ին դա չստացանք։ Բայց նույնիսկ եթե ենթադրենք, որ դա 94-ին ինչ որ պատճառներով հնարավոր չէր եւ հետո նորից չեն պատրաստել մեզ այս պահին, այլ մեզ պատմել են ինչ որ Ղարաբաղյան հարցի կարգավորում կամ չգիտեմ ինչ որ այլ հարցերով մեզ զբաղեցել, բայց այս ամենակարևոր պահին մեզ չեն պատրաստել։ Հիմա մի կողմ ենք թողնում այդ խոսակցությունը։ Ամեն դեպքում սեպտեմբերի 27-ը ես ճիշտ է մենք նոյեմբերի 9-ից պետք է խոսենք, բայց չենք կարող խոսալ նոյեմբերի 9-ից չհիշատակելով այս օրը։ Մենք պետք է հիշենք ոչ թե որպես սգոր, չգիտեմ, աղետի օր, ոնց որ մեզ ասում են սրա մասին ենք խոսել, այլ շատ կարևոր է հիշել ու դա պոտենցիալ հաղթանակի եւ հայ ժողովրդի եւ Հայաստանի որակապես ավելի բարձր կարգավիճակ ստանալու հնարավորության օր է, դա հնարավորության օր էր։ Ոչ մի բան դեռ կանխորոշված չէր։ Սա շատ կարևոր է հասկանալ, որպեսզի մենք լինենք մի օր իրապես անկախ եւ ազատ ազգ, որտեղ ինչ բան է ազատությունը, փիլիսոփայորեն մոտենանք հարցին, մոտենանք փիլիսոփայորեն հարցին, որքան էլ մեր հանրությանը ներշնչում է, որ այդ փիլիսոփայություն բան դրանք դες կարևոր բաներ չեն։ Չէ, փիլիսոփայորեն մոտենանք, ազատությունը ինչ է, ազատությունը նաեւ ինչ որ կանխորոշվածությունից դուրս է, անկախությունը նա է, ինչ որ կանխորոշվածությունից դուրս է, եթե մենք լուրջ ենք օգտագործում այդ բառերը, ոչ թե այնպես ինչպես Հայաստանում են օգտագործում, ուղղակի որպես գեղեցիկ բառ, այլ իրապես ազատությունը ինչ է նշանակում։ Նշանակում է որևէ կանխորոշվածությունից դուրս։ Անկախությունը ինչ է նշանակում, որևէ կանխորոշվածությունից դուրս հնարավորությունների աշխարհ։ Եվ սեպտեմբերի 27-ին դեռ այդ հնարավորությունների աշխարհը մեր համար բաց էր եւ բացվում էր։ Սեպտեմբերի 27-ին աղետ չէր մեր գալիս մեր գլխին, սեպտեմբերի 27-ին բացվում էին հնարավորություններ։ Ամենավատից մինչև ամենալավը։ Շատ ավելի լավը քան ունեինք, նաեւ շատ ավելի վատը քան ունեինք։ Մենք ընտրեցինք, ընդ որում մենք ըստ էության ընտրեցինք ոչ թե ստացվեց, այլ մենք ընտրեցինք վատ տարբերակը։ Դրան կգանք նոյեմբերի 9-ի տարբերակը, բայց մենք ունենք նաեւ մյուս տարբերակը՝ պայքարելու, դիմադրելու, որքան էլ ծանր լիներ, նահանջների թեկուզ գնով, բայց վերջում հաղթելու եւ հասնելու լրիվ այլ կարգավիճակի եւ ավարտելով այս մասը, այս հատվածը խոսակցության, այսօր շատ կարեւոր է, որ սեպտեմբերի 27-ին պետք է հիշենք ոչ թե բնական է, որ մենք հիշում ենք մեր զոհերին, բնական է, որ այդ մի քիչ այդ տրամադրությունը շատ նորմալ է, որ կա, ասենց ավելի լրջմիտ, ավելի չգիտեմ թեկուզ ոչ ուրախ բնականաբար տրամադրություն, դա բնական է, բայց մյուս կողմից մենք չպետք է դա երբեք վերածենք սգո օրի, աղետի մասին խոսացել ենք, աղետը չի կարող պայքարողը, կռվողը եւ պայքարողը կռվը աղետ համարել։ Աղետը նա է, երբ որ դու կրավորական զոհ ես, ոչինչ բան չես կարող անել։ Ցեղասպանությունն է աղետ, ջարդերն են աղետ, մենք ունեցել ենք մեր պատմության մեջ։ Երկրաշարժերն են աղետ։ Երբ որ դու ուրիշի կռվի մեջ զուտ զոհ ես, ոնց որ 1941-ից 45 թվականներին մեր երիտասարդությունը մատաղ եղավ։ Այդ աղետ էր, այդ հայ ժողովրդի գլխին աղետ էր։ Եվ 15 թիվը 1915 թիվը աղետ էր։ Պայքարը կռիվ աղետ չի, որովհետև պայքարողը կռվող սուբյեկտը իր ճակատագիրը իր ձեռքում է, իրան չեն գալիս մորթում անզեն, չի կարելի աղետ կոչել 2020 թվականի պատերազմը եւ հատկապես սեպտեմբերի 27-ը ինչով էլ դրանք ավարտված լինեն, որովհետև մենք ամեն դեպքում պայքարողի կարգավիճակում ենք, կռվողի կարգավիճակում ենք, մենք միշտ բանակ ունենք մի բան, որ նույն 1991-ին մենք չենք ունեցել, երբ որ առաջին Արցախյանը սկսվել եւ մեր նախնիները երազել են նրա մասին, որ մենք ունենք, պարտվել է մեր բանակը, բայց մենք աղետի մեջ չենք եղել, մենք կրավորական զոհ չենք եղել եւ մեզ միլիոններով, 100,000-ներով, տասնյակ հազարներով չեն ոչնչացրել, անզեն եւ կրավորական։ Եվ մենք պետք է այսօր հիշենք սեպտեմբերի 27-ին ընդհանրապես։ Մի քիչ սպասվածից երկար է այս խոսակցությունը,
Պետք է բայց կարևորը մենք պետք է հիշենք պայքարի օր որպես, պետք է հիշենք այն մարդկանց, որոնք պայքարեցին, որտեղ մարդիկ ռազմի դաշտում պայքարում էին, կռվում էին, դրանք չէին գնում ռազմի դաշտ մտածելով, որ մենք թույլ ենք գնում ենք, բարտվենք, խուսափելի է, ոնց որ Երևանում նստած իմաստուններն էին խոսում, մարդիկ գնում են կռվի դաշտ, ռազմի դաշտ, կռվելու, հաղթելու համար։ Այդ մարդկանց պետք է հիշենք, դա պետք է գնահատենք եւ նրանց, որոնք զոհվել են եւ նրանք, որոնք ողջ են մնացել։ Մենք զոհվածներին չի, որ պետք է հիշենք։ Մենք ողջ են հիշենք եւ որովհետեւ նրանք պայքարի համար են գնացել, նրանք պայքարել են, պայքար է եղել սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9 2020 թվականի մարդիկ պայքարել են իրենց երկրի համար, իրենց անկախության համար, իրենց ազատության համար, իրենք մեղավոր չեն հայկական քաղաքական էլիտաները, քաղաքական ղեկավարությունը ինչ են արել կամ ինչ չեն արել, իրենք պայքարել են, մենք դա պետք է հիշենք, հետո դա պետք է ոգեկոչենք, դա պետք է փոխանցենք մեր սերունդներին, որովհետև դա է միակ մեր ապագայի, մեր ներկայի հույսը, չգիտեմ, տեսլականը, ամեն ինչը։ Այդ պայքարի հոգին, այդ կռվի հոգին, ոչ թե պարտության, ոչ թե ընկճման, ոչ թե աղետը, աղետը 1000-ներություն, էլի Աստված չտա ձեր հետ, մեր հետ, որևէ մեկիս հետ է թվում, ովքեր աղետ են ասում, իսկականից աղետ լինի։ Մեր պապերի հետ եղել է աղետ, պապերի ծնողների հետ եղել է աղետ։ Մենք 1000-ներություն եւ Աստված չտա որ տեսնենք, մենք չենք տեսել աղետ, մեր սերունդը չի տեսել աղետ։ Հայոց պատմության մեր սերունդը փառք աղետ չի տեսել։ Գանք նոյեմբերի 9-ին։ Նոյեմբերի 9-ը մենք ասում ենք, ավելի ստույգ եթե ձևակերպենք, ոչ թե պարտության օր, այլ դիմադրության, դադարեցման օր, որն է տարբերությունը։ Թվում է բառախաղ է, բայց բառախաղ չի իրականում։ Արդյոք մենք կրել ենք պարտություն, այո, մենք կրել ենք պարտություն, ռազմական պարտություն, մենք ռազմի դաշտում կրել ենք, չենք հիմա խոսում պատճառների մասին, խոսել ենք դրա մասին։ Ռազմական պատճառներ են եղել, քաղաքական պատճառներ են եւ այլն, մենք չենք թերագնահատում, այո, ռազմի դաշտում այս կամ այն պատճառով հիմնականում իհարկե թիվ 1 պատճառը քաղաքական է, դրա մասին խոսել ենք, հայոց բանակը կրել է պարտություն եւ լուրջ պարտություններ են կրել, նահանջներ են ունեցել, գիտեք բոլորդ, դուք միջև Շուշի է հասել թշնամին, դա պարտություն է ռազմական իմաստով, բայց մենք խոսել ենք եւ հիմա ես չեմ ուզում հիմնավորեմ, որովհետեւ հիմնավորումները կան մեր նախորդ զրույցները, որքան էլ տարօրինակ է կենցաղային, sense ասած մտածողության համար, որքան տարօրինակ է առաջին հայացքից, պարտությունը ոչ այնքան այդ փաստերն են, նահանջների փաստերը, չգիտեմ, ինչ որ կորուստների փաստերը, դա ցանկացած պատերազմում էլ, ցանկացած պատերազմող կողմ, այդ ումնա որ վերջում հաղթում է, կարող է ունենալ ընթացքում շատ ծանր նահանջներ, շատ ծանր կորուստներ, շատ ծանր ռազմական պարտություններ, ռազմի դաշտում պարտություններ, բայց պարտությունը ոչ թե այդ փաստերն են, եթե ինչ որ բացառիկ դեպքեր է հանում են, կամ բացառիկ դեպքեր ունենք, չգիտեմ, թշնամին մտնում է քո մայրաքաղաք, ոչնչացնում է քո պետությունը, կան նման դեպքեր, երբ որ անվիճելի է, այսպես ասած, պարտությունը, ռազմական պարտությունը եւ պարտությունը ընդհանրապես համընկնում են, բայց այդ բացառություն են պատմության մեջ եւ էլի Աստված հեռու պայի, մենք նման պարտություն չենք կրել, մենք նման բան չենք տեսել, Աստված դա չտեսնենք։ Թշնամին չի մտել մեր մայրաքաղաք, չգիտեմ, նույնիսկ մեր մեծ քաղաքներ եւ այլն, մենք այդ ամենը չենք տեսել։ Ինչ որ օրինակ այսօր Ուկրաինայի ժողովուրդը տեսնում է իր մայրաքաղաք չի մտել, բայց համարյա մտել էր։ Մատույցներն էր մտել, քաղաքներն էր ռմբակոծում, այդ իսկական պատերազմը, այդ տիպի պատերազմը լավ չասեմ իսկական մենք չենք տեսել։ Եվ երբ որ այդ չկա, իսկ դա ասում եմ էլի բացառիկ դեպքեր են, չգիտեմ, համաշխարհային պատմության մեջ, ռազմական պատմության մեջ մատների վրա երևի, մատների վրա չէ, բայց քան որ շատ են պատերազմներ եղել բնականաբար, բայց մեկը ասենք, չգիտեմ, 1% են, 2% են նման դեպքերը։ Հիմնականում դա չի, հիմնականում պարտություն է նա, երբ որ դու ես ընդունում պարտություն։ Անկախ քո նահանջների չափից, կորուստների չափից, տարածքային, մարդկային պարտությունը կամ հաղթանակը հակառակը ավելի շատ հոգեբանական կամ հոգեբանական չի, քաղաքական որոշումն է, որ դու ընդունում ես, որ դու պարտված ես։ Եվ սա ես չեմ ասում։ Ես գիտեմ, որ ասենք շատ զարմանալի բան եմ ասում, մեր ասենք ոնց թե այդպես ինչ է խոսում, դրա համար եմ շեշտում, ես չեմ ասում։ Սա ասում է ռազմական գիտությունը, դասական, արևմտյան ռազմական գիտությունը,
որին հայոց իմաստունները բնականաբար ծանոթ չեն էլ ուզում ծանոթանալ, դա իրենց ասած պագոնից ներքև օրինակ տենց բաների մասին իմանա, բայց այսպես է։ Եվ ճիշտ է, շատ եմ անունը տվել Կլաուզևից, հիմա կասեն անդադ Կլաուզևիցի անունը տալիս եմ, այո, եւ այնպես չի որ ես մենակ այդ անվանն եմ ծանոթ, ոչ թե ես շեշտում եմ, որ ես ինչ կան բան եմ ծանոթ, այնպես չի որ մենակ դրան եմ ծանոթ, ուղղակի դա ամենա, ասենց ասած, հիմքն է եւ Կլաուզևիցի ըստ էության տեսության վրա միջև հիմա արևմտյան ռազմական տեսությունը, ռազմական գիտությունը զարգանում է։ Պարտությունը ասում է, ուրեմն Կլաուզևիցը նույն ձևակերպում է, որել եմ կրկնում միջև հիմա հիմքն է արևմտյան ռազմական գիտության թշնամու դիմադրության կամքի, տեսեք, կամքի մասին է խոսում։ Կամքը օբյեկտիվ հանգամանք չի, կամքը սուբյեկտիվ է։ Դիմադրության կամքի ջախջախումն է կամ ոչնչացումն է կամ այսպես ասենք կոտրումն է։ Այսինքն այնքան ժամանակ, քանի դեռ կա դիմադրության կամք պետության մեջ, ել եմ ասում բացառիկ դեպքերը մի կողմ թողած։ Դա պարտություն չի։ Դու կարող ես նահանջել, դու կարող ես ճակատամարտեր պարտվել, կարող ես կորուստներ ունենալ, բայց եթե դիմադրողականությունը կա, իսկ դիմադրողականության մեջ մտնում է քաղաքական կամքը, մտնում են ռազմական կարողությունները եւ այլն, այդքան ժամանակ դու պարտված ես, այսինքն եթե մի քիչ պարզեցնենք եւ պարզունակեցնենք պարտությունը, այն ժամանակ երբ դու ընդունում ես քո պարտությունը եւ նոյեմբերի 9-ին այս սրա մասին էր խոսքը դիմադրության դադարեցում, պարտության ընդունում ինքն իրենով օբյեկտիվ աշխարհում ոչ հաճելի բաներ էին եղել, ծանր բաներ էին եղել, ծանր ռազմական պարտություններ, բայց Հայաստանը մեծ հաշվով, մեծ աշխարհում ինքը այնպես չէր պարտվել, որտեվ կար դիմադրության շարունակության տարբերակներ, մենք դրանց մասին խոսել ենք, նույնիսկ Շուշիի կորստից հետո եւ առավել եւս նույնիսկ ասենք Շուշիի կորստից հետո, չեմ ասում են մեր տարբերակները, բայց նույնիսկ Շուշիի կորստից հետո բնականաբար կային բազմաթիվ տարբերակներ դիմադրության, եթե լիներ դիմադրության կամքը, եթե լիներ դիմադրողականությունը լայն իմաստով։ Դրա համար ել եմ շեշտում, մենք պետք է սա շատ հստակ ձևակերպենք ոչ թե պարտության, այլ պարտության ընդունման եւ դիմադրության դադարեցման օրեր նոյեմբերի 9-ը եւ օրը եւ սրանից բխում է մնացած ամեն ինչը։ Որտեւ ել եմ ասում, լիներ դիմադրողականությունը, լիներ դիմադրողականության կամքը, լիներ քաղաքական պատկերացում նպատակի մասին պատերազմի, որ դա ոչ թե Ղարաբաղի պատերազմ էր, այլ անկախության պատերազմ էր եւ Հայաստանի պատերազմ էր, բնականաբար այդ տրամաբանության մեջ Շուշիի կորուստը աշխարհի վերջը չէր եւ ընդհանրապես հարավային ճակատի փլուզումը աշխարհի վերջը չէր։ Մենք խոսել ենք դրա մասին, որ այդ մեծ ռազմաճակատում մի ճակատում ենք մենք ըստ էության ունեցել նահանջներ, շատ կարևոր ճակատում, շատ կարևոր նահանջներ, բայց մեկ ճակատում եւ նույնիսկ ճակատի մի հատվածից ըստ էության դա սկսվել է ոչ թե ամբողջ նույնիսկ հարավային ճակատը, այլ հարավային ճակատի մի հատվածը։ Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որտեղ մենք նախորդ մեր զրույցներում խոսել ենք ինչ քաղաքական կոնտեքստի մեջ է ներքին այս հասունանում եւ մենք տեսել ենք որ ըստ էության նոյեմբերի 9-ը այսինքն դիմադրության դադարեցումը արդեն մենք հասկացանք ինչի հենց դիմադրության դադարեցումը պետք է ասել ոչ թե պարտությունը շատ ընդհանուր բան է դա այն է փաստորեն ինչին որ ձգտում էր ինչը որ քարոզում էր ինչը որ նախապատրաստում էր ըստ էության ամբողջ մեծ մասը, լավ sense ասենք, հայկական, քաղաքական վերնախավի, առնվազն քաղաքական ենք վերցնում, որ հիմա շատ չխորանանք, չլայնացնենք։ Մենք տեսանք, որ այսպես ասած, ընդդիմադիր վերնախավներ դրան ձգտում առաջի օրվանից պատերազմի, քարոզում էր, նախապատրաստում էր, փաստերով արդեն տեսանք։ Հիմա արդեն այդ պնդումը կարող ենք անել, առանց երկար ու բարակ հիմնավորելու, որտեղ մենք դրա մասին խոսել ենք շատ երկար, փաստեր ենք ցույց տվել։ Եվ ի վերջո առաջին հայացքից թվում էր այն ժամանակ, որ իշխող խումբը այդ տրամաբանության մեջ չի, հակառակ տրամաբանության մեջ է, դիմադրության տրամաբանության մեջ է, բայց մենք տեսանք, որ առնվազն ինչ որ պահից նրանք էլ մտան այս տրամաբանության մեջ եւ սկսեցին նախապատրաստել այս հանձնվելը, չնայած արտակուս դեռ երկար, մինչև հոկտեմբերի վերջ կոնե խոսում էին մինչև վերջ պայքարից, դիմադրությունից եւ այլն, 44 օր չի կարող տևել մինչև վերջ պայքարը, չի կարող, մինչև վերջ պայքարը շատ ավելի տևական բան է, սա խոսել ենք, բայց նույնիսկ կապ չունի, ենթադրենք այն մինչև վերջի օրը իրանք պատրաստ էին պայքարելու, վերջին օրով, ասենց ասած, հանձնվեցին, այս չի հիմա էականը նա է, որ նոյեմբերի 9-ին այդ երկու բևեռը,
ասենց ասած իշխանական եւ ընդդիմադիր միացան։ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին արեց այն մեծաշով, ինչը որ պատերազմի ոչ միայն սկզբից, այլև պատերազմից առաջ էլ կարելի ասել եւ հետո էլ իրենից պահանջում էր կամ որպես նպատակ էին դնում բաց կամ քողարկված, շատ հաճախ նաեւ բաց, այսպես կոչված ընդդիմադիրները, քննադատները եւ մինչեւ հիմա էլ էլի շատ են խոսել դրանից։ Ինչ են ասում։ Ասում են Նիկոլ Փաշինյանը պետք է 19 թվին համաձայնվեր է, չգիտեմ, խուսափեր պատերազմից։ Չգիտեմ, այս բոլոր խոսակցություն, գիտեք, հիմա չեմ ասում, բոլորը այդ են ասում։ Եվ Նիկոլ Փաշինյանը արեց ինչ որ ես չգիտեմ, մի կողմ ենք թողնում էլ այն հարցը, թե մինչև նոյեմբերի 9-ը ինքը ինչ էր մտածում, խոսել ենք դրա մասին, բայց համենայնպես վերցնենք այս ամենաարտաքին պատկերը, նոյեմբերի 9-ին ինքը արեց ինչ որ իրենից այդ բոլորը, գրեթե բոլոր խոշոր ուժերը, բոլոր նախկին էլիտաները պահանջում էին ինչ դիմադրություն, ինչ բան մենք պետք է հանձնվենք, սա էր իրենց քարոզը, էլ եմ ասում, բաց կամ քողարկված։ Եվ ինքը արեց։ Եվ իրենք համընկան, եւ նոյեմբերի 9-ից հետո որովհետեւ ինքը համաձայնվեց նրան, ինչ որ պահանջում էին իրանից, այդ այսպես կոչված Լավրովի պլանին։ Հիմա էլ այդ խոսել ենք, որ դե չէ, եթե մինչև պատերազմ աներ, պարտվելով չլներ եւ այլն, խոսել ենք, որ դեմագոգիա է, նույն բանն է մեծ հաշվով, նույն դրամաբանությունն է եւ այսպես ասած նոյեմբերի 9-ն էլ երբ որ այդ դաստորագրում էին, հիմնավորում էին, որ փրկենք Արցախի մնացորդը։ Փրկեցին։ Ճակերտավոր իհարկե, բոլորս տեսանք ոնց փրկեցին, բոլորս տեսանք, թե ինչպես ռուսական խաղապահ զորքը այդ անվտանգության գերերաշխիքը, ինչպես երաշխավորեց անվտանգությունը եւ ինչպես մենք մնացորդը փրկեցինք, բայց այդտեղ շատ կարեւոր է, որ մենք արձանագրենք, որովհետեւ գիտեք, մինչեւ հիմա իրանք իրար կոկորտ են գործում, վիճում են, անհաշտ թշնամիներ են, չէ՞ ժողովուրդ ջան, ես ասում եմ եւ այսպես ասած պաշտոնյաներին եւ կողմնակիցներին, երկու ճամբարների, դուք նոյեմբերի 9-ից հետո իրար մրցակից չեք, թշնամի չեք, հակառակորդ չեք, այդ ձեզ է թվում։ Առնվազն նոյեմբերի 9-ից սկսած դուք նույն դիրքում եք, դուք համաձայնվել եք նրան, հիմա ասում եմ իշխանության պաշտոնյաների પર դուք տենց մեծ, sense ասած բանի մեջ եք այդ մյուս ընդդիմադիր այսպես կոչված ճամբարի, չէ, դուք նույն բանն եք ասում, դուք արել եք ինչ որ իրենք պահանջում են, դուք վերցրել եք այն դրոշը, որը իրանք բարձրացրել էին։ Դուք իրենց ասում եք 5-րդ շարասուն, դուք կատարել եք 5-րդ շարասունի հիմնական պայմանը եւ պահանջը, դուք դա արել եք։ Դադարեցնել դիմադրությունը եւ հիմա էլ միասնական ուժերով բոլորդ միասին քարոզում եք, որ հայ ժողովուրդը որևէ տարբերակ չուներ հաղթելու, շանս չուներ հաղթելու, դատապարտված էր պարտվելու եւ ավելին դատապարտված է հաշտվելու պարտության հետևանքների հետ։ Դուք միասնական ճամբար եք, դուք մի ճամբար եք, ձեր վեճը ներընտանեկան վեճ է։ Ընտանիքներում էլ են վեճեր լինում, ընկերների մեջ էլ են շատ ուժեղ վեճեր են լինում, հարազատների միջև, դուք հարազատ եք, դուք բարեկամ եք։ Երբեք ու երբեք չմտածեք, որ ինչքան ուժեղ էլ դուք իրար հայոյեք, մեր նման մարդկանց համար, ազնիվ հայերի համար, բանական հայերի համար, ձեր վեճերը տարբերություն չեն տալիս, այդ ձեզ է թվում։ Մենք դա նայում ենք կողքից եւ ասում ենք, ինչի մասին են վիճում այս մարդիկ։ Ես գիտեմ, որ շատ թեժ եք դուք վիճում, նաեւ ձեզ ուզում եք, որ տես թեժ թվա, բայց հավատացեք, չեք համոզում։ Մենք կողքից նայում ենք եւ ասում ենք, այս պարտության պարազիտները, այս պարտության սիրահարները, այս պարտության հպարտները, այս խեղճերը, այս խեղճության քարոզիչները, թուլության քարոզիչները, ինչ են իրար հետ այդքան վիճում։ Ծիծաղելի է։ Չկա այդտեղ ոչ մի բանավեճ, չկա այդտեղ ոչ մի բովանդակություն, վիճում եք նրա մասին երբ էր ճիշտ հանձնվել, իսկ դուք դրա մասին եք վիճում։ Ուրիշ բան չկա ձեր մեջ։ Երբ էր ճիշտ հանձնվել, որ օտար պետությանն է պետք հանձնվել մաքսիմումը, որ օտարի հովանավորությունն է ավելի ճիշտ է, սա ձեր վեճը։ Խղճուկ վեճը, խղճուկություն կարոզող մարդկանց որևէ տպավորություն դուք մեր վրա չեք թողնում, ինչքան էլ ուժեղ իրար հայոյեք, ինչքան էլ իրարից իբր տարբերվեք, զրո տարբերություն կա։ Ես իմ անունից չեմ ասում։ Բոլոր այն մարդկանց անունից, որոնք նայում են կողքից, այդ իրավիճակից դուրս են եւ հանձնման փիլիսոփայության մեջ չեն, պարտության փիլիսոփայության մեջ են եւ այդ ձեր պարտության պարազիտների աղանդից չեն, որովհետեւ դուք պարտության պարազիտներ եք, դուք սիրում եք պարտությունը, դա ձեր լավ է, դա ձեր բնական միջավայրն է, դուք ոնց որ
գործեր լինեք ճահճում, դուք լավ եք ձեզ զգում, դուք նույնիսկ գովաբանում եք, դուք նույնիսկ հասել եք նրան, որ համարում եք, որ դա Հայաստանի անկախության սկիզբն է, չգիտեմ ինչն է, այն մյուս կողմն է ճիշտ է բողոքում այո, բայց ոչ մի անհետանք չի առաջարկում։ Մենք ավելի լավ պայմաններով կստանայինք, այս պարտության բանը վերջ է դա ձերը։ Դուք չմտածեք էլի եմ ասում առաջ արդեն, չմտածեք երբեք, որ եթե հայոյանքի այսպես աստիճանը մի 100 անգամ էլ ավելացնեք միմյանց նկատմամբ, մեզ համոզելու եք, չեք համոզելու։ Սկսած նոյեմբերի 9-ից 2020 թվականի դուք նույնն եք։ Չգիտեմ, այսօրվա իշխանության կողմնակիցը լինեք, այսօրվա իշխանության ատողները լինեք, միմյանց ատողները լինեք, դուք նույնն եք, երբեք չմտածեք, որ ձեր մեջ տարբերություն կա։ Այդ պատրանքը չապրեք, դուք չեք կարող մեզ դրանում համոզեք։ Իզուր տեղը մի բան արեք, մի էլ փորձեք։ Դուք ձեր մեջ ինչին հավատում եք, դա ձեր իրավունքն է, Աստված ձեր հետ, ձեր գործն է։ Մեզ դուք չեք կարող համոզեք, մեր աչքերում դուք լրիվ նույնն եք։ Եվ մյուս բանը, որ ուզում եմ խոսեմ, եւ երևի այսօր արդեն ավարտեմ, ինչպես միշտ սպասվածից երկարեց։ Էլի բաց խոսել ենք այս թեմայից, բաց ուզում եմ շեշտեմ։ Պարտությունը, նույնիսկ պարտությունը ընդունելը, ինչպես ասացինք, դիմադրության դադարեցնելը մի բան է, մի թեմա է, այլ բան է։ Ժողովրդին պարտություն գրած ռազմական դաշտում եւ ժողովրդին եւ որի քաղաքական ղեկավարությունը ընդունել է այդ պարտությունը, այս մի բանով հիմա վերցնենք։ Այդ մի բանը եւ պարտադրելը, այդ պարտվածի կարգավիճակը ամրագրելը դա ադանալը ուրիշ բան է, դրանք տարբեր բաներ են։ Պատմության մեջ, քաղաքականության մեջ դրանք տարբեր են, շատ ժողովուրդներ պարտվում են, չկա այս աշխարհում ժողովուրդ, որը ռազմական պարտություն կրած չունի, եւ ժողովուրդների մեծ մասը դա ըստ էության վիճակագրություն է, այսպես ասած վիճակահանություն է, իսկ լոտորեա է։ Պատմությունը այդպեսին է։ 50% պայմանական ասած կռիվներում հաղթում ես, 50% կռիվներում պարտվում ես։ Որտեվ պատմությունն է, մարդ են, ազգեր են, չկա տենց որ 100% հաղթում է միշտ եւ 100% պարտվում է։ Աշխարհի լավագույն բանակներն են պարտվում, աշխարհի վատագույն բանակները նաեւ հաղթում են, այդպես էլ է լինում։ Բայց պարտվելը եւ պարտությունը պարտադրելը, ամրագրելը որպես աշխարհայացք, որպես հետագա, այսպես ասած կարգավիճակ, դրանք լրիվ տարբեր բաներ են եւ շատ ավելի կարևոր է այդ հաղթանակը, որը ռազմական միջոցներով հաճախ չեն հասնում։ Այլ քարոզչական քաղաքական միջոցներով, երբ որ դու պարտվածին կարողանում ես պարտադրել իր պարտությունը որպես կարգավիճակ, որ ինքը այդ պարտվածի կարգավիճակով ապրի։ Հայ ժողովրդի գլխին, հայ ժողովրդի նկատմամբ այս վերջի 5 տարում հենց դա են փորձում անել եւ դրա համար երբ որ մենք ասում ենք պատերազմը շարունակվում է, մարդիկ ասում են՝ «Ուրա պատերազմ չկա, տեսեք խաղաղություն, սահմաններին չեն կրակում»։ Այդ սահմաններին կրակոցը լավա որ չկա, Աստված տա որ երկար չլինի, բայց դա չի էական։ Էականն է, որ մեր նկատմամբ շարունակվում է այդ գաղափարական հոգեբանական պատերազմը, որը շատ ավելի նուրբ է, շատ ավելի աննկատ է եւ քաղաքական մեր պես անպատրաստ ազգերի համար ուղղակի անհասկանալի բան է։ Մեզ այսօր պարտադրում են, որ այդ պարտությունը ոչ միայն մենք ուղղակի դրա համար են բակարոզում, որ ախուսափելի էր եւ այլ ինչի համար, որ մենք ոչ միայն ուղղակի հաշտվենք, այլ մենք ապրենք այդ պարտվածի կարգավիճակում, սա են մեզ այսօր պարտադրում բոլորը, եւ սա ձեր է տալիս բոլորին, եւ արտաքին եւ ներքին ուժերին։ Զուտ իրենց շահերի տեսակետից որ նայեք, իրենց սա է ձեր տալիս, դրա համար են իրանք բոլորը դա քարոզում։ Որ հայ ժողովուրդը ոչ մի հնարավորություն չուներ, ոչ մի շանս չուներ, պետք է հաշտվես այս իրավիճակի հետ։ Բոլորին քաղաքական իմաստով սա ձեռնտու է, դրա համար հակառակ տեսակետը իրենք Օ չէ լավ է դեսի ինչա դա այդպես անհնար բան են ներկայացնում։ Քարոզչությունը պարզ է, կատվական պատերազմ է պարզ։ Ձեռնտու է, ուրեմն բոլորը ներկայացնում են այս նույն բանը։ Եվ միամիտ աշխարհի ամենակաղաքական իմաստով միամիտ ժողովուրդներից մեկին հայ ժողովրդին արդեն կարողացել են զգալի մասին, գուցե նաև մեծ մասին, եթե ճիշտ է խոսենք, այս ամեն ինչը արդեն ներշնչել։ Մի բան, որը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ին դեռ չկար, որտեղ բնազդով ժողովուրդը զգում էր, որ իրանք խաբում են։ Բնազդով ժողովուրդները միշտ ճիշտ են կարողանում կողմնորոշել, բայց ժողովուրդները չեն կարող իրենք իրենցով այս ավելի բարձր մակարդակի վերլուծությունները, գնահատականները անել, դրա համար ինստիտուտներ են պետք։ Եթե ժողովուրդը զուրկ է այդ ինստիտուտներից, իրենք կարողանում են պարտադրել ցանկացած բան։ Այսօր այս պատերազմն է, այս կարգավիճակի պատերազմն է, որ հայ ժողովրդի պարտվածի նաև արդեն մենք խոսել ենք սրա մասին, բայց տեսեք, այսօր իրականություն է դառնում, երբ որ խոսում ենք դեռ տեսություն էր, նաև պատերազմի մեղավորի կարգավիճակը պետք է ամրապնդեն, որքան թեժանում է այդ կարծեցյալ վեճը ներքին նաև, չէ,
մեկ ասում է, այ դուք օկուպացրել եք հարևան պետության տարածքները ձեր ժամանակ, այն մյուսը ասում է դու պատերազմ ես արել, սա ինչ է, իրանք իրար թվում է խփում են, բայց ինչ են անում, իրանք մեզ են խփում, մեր պետությանն են ըստ էության խփում, մեղմ ասած խփում ընդ որում եւ հիմքեր են ստեղծում թշնամիների համար, որ ասում տեսնեք հայրը իրենք են ասում, տարածքներ են օկուպացրել, պատերազմ են հրահրել, դա մենք կապ չունենք դրա հետ, մենք չենք հրահրել պատերազմ, մենք անմեղ զոհեր ենք եղել, ուրեմն հայրը մեղավորն են, մեղավորը պետք է միշտ այդ ցած ստոլացած կարգավիճակում եւ հայրը պետք է փոխհատուցեն։ Մի օր գալու է նաեւ այս դրամաբանությունը սրան է դնում, երբ որ դուք կարծում եք, որ դե Հրանտը չափազանցնում է, Հրանտը ուղղակի տենց, չգիտեմ, ռոմանտիկ տղա է, ինքը ուզում է հավատա, որ մենք հաղթելու հնարավորություն ունենք, բայց մենք չունենք, եւ մենք պետք է հաշտվենք, եւ մենք պետք է հաշտվենք եւ այսօր այսպես գնանք, դուք չեք նայում դեպի ապագա, չեք հասկանում, որ գալու է այդ պահը, որովհետեւ մի տրամաբանական շղթա է, դու չես կարող կիսատ թողնես այս տրամաբանությունը, եթե դու ասել ես այդ ան, պետք է մինչեւ A-ից մինչեւ F հասնես, իսկ F-ն նաեւ որ անձամբ դուք, անձամբ ձեզանից պահանջելու են փոխհատուցում, որովհետեւ դուք օկուպանտ եք։ Դա ձեր տրամաբանության, իմ տրամաբանության բնականաբար չէ։ Դուք օկուպանտ եք, դուք ագրեսոր եք, դուք ուրիշի տարածք եք մտել եւ դուք հրահարել եք պատերազմ։ Այսօր դուք այդ ամեն ինչին չեք դիմադրում, այսօր դուք լռում եք, այսօր դուք մտածում եք, որ Հրանտը կամ Հրանտի պես մարդիկ չափազանցնում են, բայց գալու է հասնելու ձեզ, գալու է հասնելու ձեր տուն, գալու է հասնելու ձեր գրպանները, գալու է հասնելու ձեր ընտանիքները, հազար ներողություն։ Այդ ժամանակ միգուցե ես կուզենամ իհարկե, որ այդ ժամանակին չհասնի, իրոք անկեղծ կուզենամ։ Դրա համար այսքան խոսում եմ, որ ժողովուրդ ջան, ուղեղներդ միացրեք, այդ կոմֆորտ զոնայից դուրս եկեք, ուղեղներդ միացրեք եւ հասկացեք, թե իրականում ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում մեր հետ, սա արդեն ուղեղների մակարդակի, մտքերի մակարդակի, մենթալ մակարդակի պատերազմ է, ոչ թե զուտ կրակոց է։ Միացրեք ուղեղները, հասկացեք, կանխատեսեք, մի թողեք, ես չեմ ուզում, անկեղծ, ոչ մեկին չեմ ուզում, ոչ մի հային չեմ ուզում, այդ ինչ որ ես ասացի, ես չեմ ուզում, որ իրականում գա ձեր մոտ, որտեղ իմ ընկերներն եք, իմ սիրելիներն եք, իմ հայրենակիցներն եք։ Կներեք, եթե հորետեսական թվաց այսօրվա իմ ասած, իրականում ես հորետեսական չեմ տրամադրված, ես շատ հաճախ եմ դա ասել, մի տեսակ չեմ ուզում այսպես ավարտել, բայց թույլ տվեք այսօր այսպես ավարտեմ, կշարունակենք մեր զրույցները, մենք ելքերի մասին ենք անպայման խոսալու եւ այս մի քիչ ցած մռայլ գույներից դուրս են գալու անպայման, բայց այսօր եկեք այսքանով սահմանափակվենք, կխոսանք, փաստորեն մենք նոյեմբերի 9-ը այսօր չավարտեցինք, չամփոփեցինք, մենք դեռ կշարունակենք, որտեղ ամեն դեպքում պետք է նաեւ այսօր մի քիչ ավելի sense զգացմունքային ստացվեց խոսակցություն, բայց մենք պետք է նաեւ sense քաղաքական այդ բաները շարենք, որ հետո շարունակենք մեր զրույցը, շնորհակալություն, կհանդիպենք։